Ինչով են զբաղվելու պատգամավորները մեր հարկատուների տված փողերով։ Ճիշտ այնպես ինչպես նախորդ ազգային ժողովը, այսինքն գործող այսօր դեռ գործող ազգային ժողովը, եթե հանում ենք եվրոինտեգրացիան, եթե դա հանում ենք, ես ասում եմ, որ այդ դա իրենց ակտիվում կա, քվեարկությունը Եվրոպայի օգտին կա, դա մնացած ամբողջ գործունեությունը մեր հարկատուների հաշվին եղել է ուրախ ավտոբուս, քննարկվել է իրավապահ մարմինների արդարադատության համակարգի տեղեկանքների աշխուժ քննարկում լեզվակռիվ արդարադատության համակարգի տված տեղեկանքների հիման վրա այդ հակակոռուպցիոն ծրագրերը լեզվակռիվ դրա վերաբերյալ այսինքն դա անհետաքրքիր է, դա հարկավոր է առանձին եթեր հատկացնել որևէ ծրագրի, լավ կլինի, որ հանրայինով այդ հրավիրեն տեցիկռուգում, այդ տեցիկռուգում այդպիսի բան ստեղծեն ամֆիթատրոն ու այնտեղ այդ հանդիպումները անցկացնեն քրեական ենթամշակույթի վերաբերյալ Ոչ ազգային ժողովում։ Ազգային ժողովը ունի ուրիշ ֆունկցիա, օրենսդիր օրենքները ամենակարևոր մարմինն է, որովհետև մյուս ինստիտուտները, այդ թվում վարչապետը, նախագահը, դատավորները, բոլորը նշանակվում են ազգային ժողովի կողմից, ազգային ժողովն է, մեր երկրի ղեկավարը ազգային ժողովի նախագահն է իրականում։ Մյուսները հրավիրյալներ են, լեգիոներ են, ուրեմն նրանք պետք է զբաղվեն պետականաշինությունով։ Հիմա այսօր դա չկա։ Տեսեք, ես ասում եմ, գնահատականը չկա։ Դու գիտեք, ձեր մոտ երևի ասել եմ, Երևան քաղաքի կենտրոնում կա օկուպացիոն բանակի հուշարձանը, հուշակոթողը։ Գրված է վրան հայկական պետության զավթիչ 11-րդ բանակի նշանը կա։ Բայց տեսեք ինչով են զբաղված, ազգային ժողովում ինչով են զբաղված այսօրվա, բացի այդ մի կետից, լեզվակռիվ, ուրեմն այսօր սա շարունակվելու է, ուրեմն նույն անձնակազմն է, անձնակազմը նույնը, ես ասում եմ, երկու կազմակերպություն, շնորհապետական կուսակցությունը, քաղաքական ծրագիր ուներ, եւ մենք, համեստ եմ, չէ՞, եւ մենք։ Դե բոլորն է գալիս ասում են մենք ունենք դրա համար։ Դե համեստ են, էլի բոլորն էլ։ Հա, ես ասում եմ, մենք պայքարել ենք այդ ռեժիմի դեմ։ Մենք պայքարող ենք, այ մեր դատավճիռներով ենք մենք գալիս Արման Բաբաջանյանի ղեկավարությամբ, դատավճիռ։ Ունենք այսինքն այս երկուսս դուրս մնացինք ազգային ժողովից։ Մեր փոխարեն ազգային ժողով բերեցին քրեաօլիգարխիկ համակարգը։ Ինչ պետք է լինի։ Ուրեմն պետք է շարունակվի պայքարը քրեական ենթամշակույթի օրինականության վերաբերյալ։ Օրինական է, որ քրեականները ազգային ժողովում են, թե չէ։ Տեսեք, քանի հոգու են բան արել, դատախազը հրավիրել ծանուցագիր ուղարկել ազգային ժողովի պատգամավորներին։ Բայց դա ինչ ազգային ժողով է, որ մարդը քրեական բեռով ուսապարկով, հա, տուլիկով մտել է ազգային ժողով։ Հիմա այդ երկու կուսակցությունները Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քրեական տուլիկով ուսապարկով մտել են ազգային ժողով։ Ինչ պետք է, ինչ օրակարգ պետք է լինի, փրկել սեփական ունեցվածքը եւ ազատությունը։ Դա օրակարգ է, դա պետության ազգային ժողովի օրակարգն է։ Իշխող ուժի օրակարգը որն է։ Դրանց դեմ պայքարելը, լեզվակռիվը։ Ես ասում եմ, որ լեզվակռիվը մենք տեսնում ենք։ Բայց 5 տարի ինչով էին զբաղված։ 5 տարի ինչով, որտեղ է Ռոբերտ Քոչարյանը, որտեղ է Սամվել Կարապետյանը։ 5 տարի ինչ էի կանում։ Լեզվակռիվ։ Դա ինչ է դակրում։ Ես փողը տալիս եմ, որ դուք լեզվակռիվ անեք, ինձ օրենքներ են պետք, զարգացման օրենքներ, գյուղատնտեսական մթերքի, մեծածախ առևտրի կենտրոնը ուր է։ Հիմա ասում են, մենք ձուկ արտահանելու իրավունք ենք ստացել Եվրոպա։
Ցամաքացրել է Արարատյան դաշտավայրը, անապատեք վերածել, որտեղ մի քանի հոգի ձուկ են արտահանում։ Դուք պատկերացրեք Նորվեգիայի հետ մենք մրցում ենք։ Ձուկ են արտահանում։ Բայց մեկը չի ասում է որտեղից ձուկը ձեզ, ջուրը որտեղից։ Ցամաքել է Արարատյան դաշտ, 10 մետր ջուրը իջել է։ Բայց դա օրենքի մասին է, չէ՞ խոսքը։ Օրենք կա դրա վերաբերյալ բան լեզվի մասին օրենքը, մշակույթի մասին օրենքները։ Ով պետք է անի քրեականները կամ դրանց հակառակորդ, տեսեք ինչ է, մինուս եւ պլյուս։ Մինուսը քրեա օլիգարխներ, պլյուսներ քաղաքացիական պայմանագիր։ Նույն բանն են անում։ Սովետական եւ հակասովետական, ասում են դու ո՞րն ես։ Սովետականից թե հակասում ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն, սովետական բառը կա չէ մեջը։ Սովետական եմ։ Ես սովետական եմ։ Հակա սովետական։ Հիմա սրանք էլ քրեական եք, չի ասում հակա քրեական ենք։ Նույն բանն եք անում։ Դրա համար ասում են, որ եթե այդ հանձնաժողովը ստեղծեն, հասցնեն ստեղծել, ես նույնիսկ կադրերի անուններ կտայի, բայց չեմ ասի, որովհետև իմ ասածը կարող տոքսիկ է։ Թիրախավոր են։ Հա, էլի։ Կան մարդիկ, որոնք այն Վլադիմիր Վարդանյանը գնաց պրծանք, այդ հանձնաժողովից պրծանք, բյուրոկրատիայից պրծել եք, իսկական այդ սահմանադրական։ Հա, Գերագույն դատարանի մասին օրենք, այդ սահմանադրական դատարանը չի հոգնեցնում ձեզ։ Գագիկ Հարությունյանի հիմնադրած հիմնարկը։ Չեք ուզում լուծարել դա, օրենք կա դրա վերաբերյալ։ Լավ է քաղաքական ուժերից որ մեկը ունի սահմանադրության իր մշակած տարբերակը։ Տեսնում եք, օրակարգը սահմանադրությունն է, քանի նախագիծ կա, քաղաքական կուսակցությունները ունեն նախագիծ, չունեն նախագիծ, կարծիք չունեն։ Ձեզ նորից կհակադարձեն եւ կասեն, եթե դուք չգիտեք, դա չի նշանակում, որ չունեն։ Չէ, եթե ես չգիտեմ, դուք անգամ մենք չգիտենք Նիկոլ Փաշինյանը ինչ նախագիծ ունի, որի մասին խոսում Դուք հենց որ ես բերանս բացեցի, պետք է ասեք 3 առաջ օրը մի շաբաթ առաջ սահմանադրության այս տարբերակը, այս կուսակցությունը վերել եք, քննարկել ենք, մի փաթեթել, մի տրցակ։ Այսպես, հա։ Կես մետր լավ է։ Այսքան տայք ասեք գնա կարդա։ Սահմանադրության տարբերակներն են, որ իմ ստուդիայում ձեր քննարկվել է։ Չկա, դա է օրակարգը։ Սահմանադրություն, անկախություն, ժողովրդավարություն, որ մեկ ունի։ Դրա համար եմ ես ասում, այս երկուսին դրանք ունեին, ծրագիր ունեին, ասել հանեցին, չթողեցին, որ մտնեն։ Գուրգեն Սիմոնյանը հիմա ձեր հյուրն է, մեկ չգիտեմ հրավիրում եք, թե չէ, հրավիրեք, չէ։ Ասելու բան ունի։ Ավերջ։ Ես այդ երկուսին եմ ճանաչում։ Դուք ջրի մասին էիք խոսում, ցավոտ հարց բարձրացրեցիք։ Անապատ է դառնում Սուրբ Էջմիածնի շրջանը, ջուրը գնում է ձկնաբուծները տանում են փող են շինում։ Անապատ դարձնելով Հայաստանը մարդիկ փող են շինում, պետությունն էլ խրախուսում է։ Դուք ասեք ուրեմն պետք չի այդ ջուղը զարգացնել։ Թող զարգացնեն ջուրը փակեն։ Դեռ է 90-ականից։ Լցնում են Կասպից ծովը մեր ջուրը։ Խմելու ջուրը լցնում են Կասպից ծովը։ Վաղը ինչ են խմելու։ Քանի 100 տարում պետք է վերականգնվի այդ ջուրը։ Դա խնդա, լիքը հարցեր կան։ Ազգային ժողովը ինչով է զբաղվելու, որ մեկի օրակարգում դա կա։ Չկա։